Առերեսվելով նոր աշխարհակարգին անվանումով համաժողովին Իլհամ Ալիևը դիվանագիտական համաժողով է, Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել խոսել տարածաշրջանից, տարածաշրջանային խնդիրներից չշրջանցելով իհարկե հայ-ադրբեջանական հարաբերությունները, հակամարտությունը, մասնավորապես անդրադառնալով Հայաստանի սահմանադրության վերաբերյալ պահանջին, Ալիևը նշել է, որ այդ հարցից հետո կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել։ Անդրանիկ, ինչ է նշանակում կարող է, արդյոք այստեղ պետք է հասկանալ, որ սահմանադրության փոփոխությունից հետո նաև հավանական է, որ այդ պայմանագիրը եւս չկնքվի։ Դե երբ որ խոսքը գնում է կարող է կնքվի, միանշանակ մենք երկրորդ տեսանկյուններ պետք է դիտարկենք, որ կարող է չկնքվի։ Եվ սա վկայում է նրա մասին, որ մենք երկար ժամանակ է բարձրաձայնում ենք այս խնդրի մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր, որովհետև կան հստակ պատճառներ։ Առաջին հերթին դա իհարկե պահանջներն են, որ անդադար նոր պահանջներ է առաջ բերում Ադրբեջանը, տեսնելով, որ այսօր ցավոք սրտի Հայաստանի իշխանության ղեկին գտնվում է այնպիսի ուժ, որը պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, այս կամ այն պատճառներով։ Հիմա հիմնական պատճառը, օրինակ, գալիք պարլամենտական ընտրություններն են Հայաստանում եւ քանի որ Հայաստանի ներկա իշխանությունները ոչ մի արդյունքների չեն կարողացել հասնել ոչ ներքին խնդիրներում, ոչ արտաքին խնդիրներում, ավելին ձախողումներ են տեղի ունեցել նույն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ, նույն այդպես կոչած խաղաղության պայմանագրի վերաբերյալ, Թուրքիայի հետ կարգավորման հարցի վերաբերյալ եւ այդ շարքը մենք շատ երկար կարող ենք ներկայացնել, բայց հիմնական ինստրումենտը, որը կարող է այսօրվա իշխանությունը օգտագործել գալիք ընտրությունների ժամանակ, դա իհարկե այդպես կոչած խաղաղության պայմանագիրն է, յուրաքանչյուր պայմանագիր, որը իրենք կարող են կոչել խաղաղության պայմանագիր։ Շատ կարևոր է, որ այդտեղ լինի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, այլ նաև իհարկե երկրորդ կողմի, այս դեպքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրությունը։ Եվ սա հասկանալով, իհարկե Ադրբեջանում տեսնում են, որ սա մնացել է վերջին խաղաքարտը այսօրվա իշխանությունների ձեռքին, որոնք իրենք կարող են օգտագործել ընտրությունների ժամանակ, եւ իհարկե դա գիտակցելով Ադրբեջանը նոր պահանջներ է անդադար առաջ բերում, տեսնելով, որ Հայաստանը պատրաստ է գնալ միակողմանի զիջումների։ Բայց երկրորդ պատճառը, թե ինչու Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, դա ճանապարհների բացման հարցն է։ Եկեք հիշենք, որ հենց Ադրբեջանի պահանջով կարելի ասել, որ այդպես կոչած խաղաղության պայմանագրի այդ 17 կետերից հանվեց ճանապարհների բացման հարցը, որը իրենց կողմից խորամանկություն էր, որովհետև իրենք հետագայում դա պետք է օգտագործեն եւ ըստ էության հիմա արդեն իսկ սկսում են դա օգտագործել։ Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը չի հրաժարվել իր այդ մաքսիմալիստական պահանջներից, այն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է միջանցք անցնի, որոնք իրենք անվանում են այդպես կոչած Զանգեզուրի միջանցք, եւ ես այդտեղ կարող եմ հստակ նշել, որ Կենտրոնական Ասիայում մի շարք այլ պետություններում ակտիվորեն Ադրբեջանի դիվանագետները աշխատանք իրականացնում են, իրենք տարածում են այդ նարատիվները, այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, փորձում են արդեն իսկ գտնել հովանավորներ, որոնք կսպասարկեն այդ միջանցքը, որոնք ինվեստիցիաներ կանեն, որ այդ միջանցքը գոյություն ունենալ, փորձում են շահագրգռել նաև այլ պետություններին, օրինակ Կենտրոնական Ասիայի պետություններին, օրինակ Չինաստանին, օրինակ Թուրքիային, Իսրայելին, եւ այդ պետությունները իհարկե իրենց շահերից ելնելով կարող են հետաքրքրված լինել, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք անցնի։ Այսինքն Ադրբեջանը այս երկրորդ տեսանկյունը, եթե մենք դիտարկում ենք, հիմա ստեղծված այս աշխարհակարգում, որտեղ կա հստակ լարվածություն Միացյալ Նահանգների միջև եւ Իրանի միջև, վերջին շրջանակներում դա հստակորեն երևում է, որ անընդհատ Միացյալ Նահանգները սպառնալիքներ են հնչեցնում Թեհրանի նկատմամբ, որ եթե չգնան զիջումների միջուկային այդ զենքի վերաբերյալ, ապա կարող են ռմբակոծել Իրանը։ Սրանում իհարկե ակնհայտ է, որ հետաքրքրված է Իսրայելը, որը երկար ժամանակ այդ մրցակցության մեջ է գտնվում Իրանի հետ մեր տարածաշրջանում, եւ Ադրբեջանը այս ամեն ինչ հասկանալով գուցե սպասում է ինչ որ պահին, երբ որ այդ լարվածությունը կարող է անցնել այլ փուլ, ավելի թեժ փուլ անցնել այդ լարվածությունը, եւ երբ որ Իրանը արդեն հնարավորություն չի ունենա օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Իրանը անդադար խոսում է նրա մասին, որ տարածաշրջանում փոփոխություններ տարածքային չպետք է լինեն,
միջանցքներ չպետք է լինեն, հատկապես այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին է խոսքը գնում։ Այս ամեն ինչը դիտարկելով Ադրբեջանը սպասում է ինչ-որ պահին, որ եթե Իրանը թուլանա, ապա իրենք կարող են ուժային ազդեցություն ունենալ Հայաստանի նկատմամբ եւ ստանալ այդպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Հատկանշական է, որ այս համաժողովին Իլհամ Ալիևը կարծես թե Հայաստանի մասին ավելի նուրբ էր խոսում, հատկապես վերջին շրջանում սա կարծես առաջին նախադեպն է։ Եվ ինչ է ասում է Հայաստանի Հանրապետությունը պետք է ժամանակ չկորցնի եւ փոխի իր սահմանադրությունը։ Չթվա թե բառերից ենք կարճում, բայց հատկապես երբ որ սա ասվում է դիվանագիտական ակադեմիայի ուրեմն հավաքի ժամանակ, նաև դիվանագիտական լեզվից եթե թարգմանենք, ժամանակ չկորցնելը ինչի է հավասար։ Մենք կարող ենք, այսինքն ինչ որ պահի փոխել սահմանադրությունը, բայց արդեն ուշ լինի Ադրբեջանի համար։ Ես կարծում եմ սա երկու տեսանկյունից եւս պետք է մենք դիտարկենք։ Առաջինը դա վերաբերում է հենց ներքաղաքական հարցերին Հայաստանի Հանրապետության, սա սիգնալ է հենց իշխանություններին Հայաստանի Հանրապետության, որ ժամանակ մի կորցրեք, մնացել է ընդամենը 1.5 տարի մինչև գալիք ընտրություններին պարլամենտական, եւ եթե դուք չօգտվեք իրավիճակից, ապա ձեր հնարավորությունները վերընտրվելու բավականին ցածր են։ Ակնհայտ է, որ տարբեր աղբյուրներից ելնելով մենք տեսնում ենք, որ այսօրվա իշխանությունների քաղաքացիական պայմանագրի ռեյտինգը շատ ցածր է։ Իհարկե, այնպես չի, որ ընդդիմության ռեյտինգն է բարձր, բայց այնուամենայնիվ ընդդիմությունը, եթե միասնական գործի, ապա հնարավորություն ունի այդ միասնության արդյունքում ձևավորել նոր իշխանություն, ինչը վերջերս տեղի ունեցավ օրինակ Գյումրիում, ինչը վերջերս տեղի ունեցավ նույն Փարաքարում, այսինքն հնարավորություններ ընդդիմությունը ունի գալ իշխանությանը, իսկ իշխանությունը այսօրվա վերընտրվելու հնարավորությունը բավականին ցածր է։ Սա առաջին տեսանկյունն է։ Երկրորդը, ես կարծում եմ, որ սա նաև ինչ-որ չափով սպառնալիք էր Հայաստանի ուղղությամբ, որովհետև իրենք սրանով ասում են, որ աշխարհակարգը փոխվում է, իրավիճակը մեր տարածաշրջանում բավականին թեժ է, զուգահեռ նաև հիշեցնում են, որ Հայաստանը իբրև թե միլիտարիզացիայի գործընթաց է սկսել, իբրև թե Հայաստանը կարող է սպառնալիք ներկայացնել տարածաշրջանին, եւ այսպիսով մենք կարող ենք սա նաև որպես սպառնալիք դիտարկել, որ եթե Հայաստանը չի ցանկանում գնալ խաղաղությանը, սա իհարկե պրոպագանդիստական թեզ է, որը հնչում է Բաքվից, Հայաստանի իշխանությունները անդադար խոսում են նրա մասին, որ պատրաստ են յուրաքանչյուր պահին, յուրաքանչյուր վայրում ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը, սա իհարկե սպառնալիք է Ադրբեջանի կողմից, որ Հայաստանը պետք է շարունակի գնալ միակողմանի զիջումներին, եւ ես ավելի քան վստահ եմ, որ սահմանադրության փոփոխության հարցով սա չի վերջանա։ Այսինքն այդ նոր պահանջները անդադար Ադրբեջանը ի հայտ է բերելու, որպեսզի փորձի հնարավորինս օգտվել ստեղծված իրավիճակից, որ Հայաստանը թուլացած է, իսկ իշխանությունները Հայաստանի գնում են անդադար միակողմանի զիջումների։ Ուշագրավ է, որ մինչ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բազմիցս խոսում են Ադրբեջանի հետ տնտեսական հնարավոր հարաբերությունների մասին, Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի հետ իսկույն ընկերներ դառնալու տարբերակը այսպես շատ հիպոթետիկ է եւ անհնար, իսկ տնտեսական ինտեգրման մասին խոսելով նա ասում է, որ փոքր քայլեր են նախաձեռնում, բայց դեռևս վաղ է խոսել այդ մասին։ Սա ինչ ուղերձ է։ Տեսեք, Ադրբեջանը հետաքրքրված չի, որ Հայաստանը տնտեսապես ուժեղանա։ Միաժամանակ իրենք տեսեք, խոսում են այդ խաղաղության մասին, որ Հայաստանի հետ պատրաստ են խաղաղության դարաշրջան բացել, ինչը եւս հնչում է Երևանից, բայց մյուս կողմից ոչինչ չի արվում, պրակտիկորեն ոչինչ չի արվում, որ այդ փաստաթուղթը ստորագրվի, որ կողմերը ճանապարհները բացվեն, կոմունիկացիաները բացվեն, տնտեսական հարաբերությունները սկսեն զարգանալ, ոչինչ չի արվում դրա համար։ Հակառակը դրան, օրինակ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո, 2023 թվականի Արցախում էթնիկ զտումներից հետո, Արցախը ամբողջությամբ օկուպացիայից հետո Ադրբեջանը շարունակում է բոլոր իր տնտեսական կապերը Թուրքիայի հետ, եվրոպական պետությունների հետ զարգացնել Հայաստանը անցնելով, այսինքն Հայաստանի տարածքով չի անում այդ ամեն ինչը։ Օրինակ վերջերս ես կարդացի, որ դեպի Նախիջևան տանող էներգետիկ նոր կապեր են ուզում ադրբեջանցիները իրականացնել եւ դա անցնելու է Իրանի տարածքով։ Նույն վերջին տեղեկատվությունները այդ կանաչ միջանցքի մասին, որ կանաչ էլեկտրոէներգիան պետք է անցնի կենտրոնական Ասիայով, Կասպից ծոցով, հետո ուրեմն Ադրբեջանի տարածքով եւ ոչ թե Հայաստանի, այլ Վրաստանի տարածքով։ Այսինքն իրենք շարունակում են Հայաստանը բլոկադայի ենթարկել։
Չնայած տասնյակ տարիներ շարունակ խոսում էին նրա մասին, որ միակ խնդիրը, որը թույլ չի տալիս խաղաղություն հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջև, դա Արցախյան հիմնահարցն է։ Այսօր մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի Արցախյան հիմնահարցը այլևս չկա, բայց Ադրբեջանը տեսնում եք, որ պատրաստ չի խաղաղություն ստորագրել։ Սա վկայում է նրա մասին, որ խնդիրը բուն Արցախը չէր։ Խնդիրը Հայաստանն է Ադրբեջանի համար։ Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխավոր նպատակը նրանում է, որ իրենք ունենան ցամաքային կապ միմյանց միջև, որը կասնի Հայաստանի Հանրապետության տարածքով եւ իհարկե մաքսիմալիստական իրենց նպատակը նրանում է, որ այդ տարածքը այլևս Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ չգտնվի։ Եվ դա է պատճառը, որ իրենք անդադար խոսում են Սյունիքի մարզի մասին, պատմության մասին, որ իբրև թե դա պատմականորեն ադրբեջանական տարածք է, պատմականորեն իբրև թե այնտեղ ադրբեջանցիներ են ապրել, սա հերթական ռոպագանդիստական թեզն է, որը իրենք արդեն իսկ ակտիվորեն մշակում են եւ գալիք տասնամյակների ընթացքում փորձելու են կյանքի կոչել, ինչպես դա տեղի ունեցավ ցավոք սրտի Արցախում։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանի Հանրապետության իշխանությունները ամենաբարձր մակարդակով, երկրի ղեկավարի մակարդակով հայտարարում էին, որ հայ-թուրքական հարաբերությունները կապ չունեն Ադրբեջանի հետ, դեռ ավելին դրանք կարող են էական նշանակություն ունենալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, կապ չունեն Արցախի հետ, բայց վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդականը Չաղրի Էրանը հայտարարել է, որ Անկարա-Երևան կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Այսինքն ստացվում է, իսկ խաղաղության պայմանագիրը Հայաստանը կարող է ստորագրել միայն սահմանադրությունը փոխելուց հետո։ Սա ուղիղ պահանջ է արդեն Թուրքիայի կողմից, որ փոխիր քո սահմանադրությունը։ Եվ արդյոք իջիկ չի դարձնում այն բոլոր խոսակցությունները, ռետորաբանությունը, որոնք տարվում են Հայաստանի իշխանությունների կողմից։ Ես, ինչպես եւ դուք, ակտիվորեն հետևում եմ Հայաստանում էքսպերտային այդ խոսակցությունները, թե ինչպիսի մակարդակում են իրենք եւ գիտեք, ցավոք սրտի այն փորձագետները, որոնք այսօր սպասարկում են Հայաստանի Հանրապետության իշխանությունը, այսօրվա իշխանություններին, իրենք այդ թյուրիմացությունն են տարածում կամ չգիտեմ, գիտակցաբար են դա անում, որ իբրև թե փորձագետ այդ դեպքում ճակերտավոր փորձագետները ճիշտ կլինի ասել, որովհետև այնինչ իրենք տարածում են հենց այդ թեզերը, որոնք դուք հնչեցիք, որ իբրև թե հայ-թուրքական հարաբերությունները կապված չեն հայ-ադրբեջանականի հետ, դրանով իրենք մարդկանց մոլորության մեջ են ուղղակի գցում։ Ես չգիտեմ, իրենք գուցե հավատում են դրան, չեմ կարող հստակորեն ասել, գուցե կամ անգիտակցաբար են դա անում, գիտակցաբար դա այլ հարց է, բայց այն, որ իրենք մոլորության մեջ են գցում մեր քաղաքացիներին, դա փաստ է, որովհետև Թուրքիան եւ Ադրբեջանը փոխկապված են։ Եվ խնդիրը բոլորովին նրանում չի, որ այդ երկու ժողովուրդները խոսում են նրա մասին, որ իրենք մեկ ազգ են, երկու պետություն են, այսինքն այդ էթնիկ մշակութային մակարդակում չի հարցը։ Հարցը ավելի բարձր է։ Թուրքիան եւ Ադրբեջանը տնտեսապես կապված են իրար հետ։ Ադրբեջանը այսօր հիմնական այն պետությունն է, որը Թուրքիա ուղարկում է նավթ, գազ։ Ադրբեջանը հիմնական պետությունն է, որը ինվեստիցիաներ է իրականացնում Թուրքիայում։ Թուրքիայում ապրում է խոշորաթիվ ադրբեջանական բնակչություն, այնտեղ մոտավորապես մի քանի միլիոն ադրբեջանցիներ են ապրում։ Բացի դրանից, թուրք ժողովուրդը ինքը բավականին սև հարաբերություններ ջերմորեն լցված է ադրբեջանցիների նկատմամբ։ Այս ամեն ինչը հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունը արդյոք կարող են ադրբեջանական հարցը մի կողմ դնել եւ ինքնուրույն, փորձեն միակողմանի Հայաստանի հետ զարգացնել հարաբերությունները։ Ի վերջո մենք փորձ ունեցել ենք, չէ՞ նման։ Եկեք չմոռանանք 2008 թվականի այդպես կոչված այդ ֆուտբոլային դիվանագիտությունը։ Արդեն հասել էր վերջին փուլին, որ պետք է կողմերը ստորագրեն եւ նախապայմաններ Թուրքիայի կողմը առաջ բերեց։ Բայց նախապայմանների հիմնական պատճառը նրանում էր, որ Բաքուն դժգոհ էր, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ այն վիճակում, որ դեռևս շարունակում էր մնալ Արցախյան հիմնահարցը։ Հիմա այս ամեն ինչը դիտարկելով իհարկե մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան միշտ հաշվի է առնելու, թե ինչպիսի դիրքորոշում ունի Բաքուն։ Եվ միջև Բաքուն եւ Երևանը իրենց հարաբերությունները չկարգավորեն,
գրեթե անհնար է խոսել նրա մասին, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են կարգավորել իրենց հարաբերությունները։ Պատճառների մասին մենք շատ հստակ արդեն նշեցինք, թե ինչու են պատճառները։ Իսկ այն, որ Թուրքիան կրկնում է նույն թեզերը Սահմանադրության փոփոխության վերաբերյալ կամ այլ հարցերի վերաբերյալ, դա եւս ակնհայտ է, այլ դիտարկում չէր կարող լինել։ Թուրքիայի իշխանությունները հենց նույն այդ թեզերը պետք է կրկնեն եւ ցավոք դա տեղի է ունենում այսօր, իսկ Հայաստանում իշխանությունները այնպես են իրենց պահում, որ իբրև թե չեն հասկանում այս ամեն ինչը, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջ։